Ողջույն Անեն ջան, շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Բարև Անեն ջան, շնորհակալ եմ ձեզ, որ մեզ հյուրընկալել եք։ Ինչքան ժամանակ է այս բիզնեսը ձեր գործում։ Արդեն 8 ամիս է բաց ենք, պարտադիր 8 ամսվա մեջ այդ կարճ ժամանակահատվածում մենք հասցրել ենք մեր հաճախորդներին գրավել, պահել մեզ մոտ, մեր գործի, մեր փայլուն աշխատանքի շնորհիվ։ Իսկ ինչ դժվարություններ են։ Դժվարություններ իհարկե բավականին դժվարություններ լինում է, ոնց որ կյանքում այդպես է բիզնեսի մեջ, օրինակ դժվարություն ինչի նկատի ունեք բիզնես բացելու դժվարությունը ամենադժվարը ինձ թվում է առաջնային աշխատող ճարելն է, որտեղ ինձ թվում է բոլորն է գիտեն մի քիչ Ամերիկայում դժվար է աշխատող ճարում, ավելի ճիշտ լավ մասնագետ դժվար է ճարում, լավ մասնագետ եթե կա արդեն ունի իր գործը, բայց փառք Աստծո մեքենաների հետ կապված լավ։ Իհարկե մեքենաների հետ կապված, որովհետև մեր գործը բնույթը ամեն ինչը ինչ որ հիմա խոսանք մեքենաների հետ կապված է լինելու մանեջեր։ Բայց փառք Աստծո մենք կարեցանք հավաքենք մեր թիմը, մեր այդ լավ հավաքված թիմի ջանքերի շնորհիվ մենք ստեղծեցինք այս բիզնեսը ու աշխատում ենք ու ինձ թվում է ոչ թե ինձ թվում է, այլ հաստատ մեր հաճախորդներին գոհ ենք պահում։ Շնորհակալ ենք մեր հաճախորդներից, իրանք էլ մեզնից են շնորհակալ։ Մեր փայլուն գործի շնորհիվ հասցրել ենք մեր բիզնեսը ինչ-որ մի հատ փուլի։ Իսկ հիշում եք ձեր առաջին հաճախորդի։ Հա, ոչ չեմ հիշում։ Մեր առաջին հաճախորդը ճիշտն ասած անունը չեմ հիշում, կարամ մեքենան ասեմ, ինքը մեքսիկացի տղամարդ է, շատ լավ մարդ էր, ընտանիքով են եկել, ինձ մեր առաջի գործն էր, որ ինձ թվում է չենք կարող մոռանանք այդ գործը։ Միշտ առաջինը հիշվում է։ Միշտ առաջինը հիշվում է, բացի այդ մեր առաջի գործներ, ինչքան եռանդ, ինչքան ջանքում ենք դրել ենք այդ գործի մեջ, որ ամեն ինչը ճիշտ մեքենան մտնելուց, մեքենան դուրս գալուց, այդ process-ը ներկվելուց, ակվելուց, որ փայլուն կարենանք հաճախորդի վերադարձնել ու հաճախորդը ի դեպ շատ գոհ է մեզանից։ Այսինքն ձեր հիմնական հաճախորդները ոնց հասկանում եմ օտարերկրյա մարդիկ։ Հիմնականները օտարերկրյա են, այո, հիմնականները օտարերկրյա։ Ինչով է պայմանավորված։ Հա, ինչով է պայմանավորված։ Ինչով է պայմանավորված նախ դիրքը բիզնեսի location-ը ավելի ճիշտ է ու փողոցի վրա է, հիմնական դրանից է պայմանավորված, իսկ ամենակարևորը մեր գործից, մեր արհեստավորների փայլուն գործից, ինձ թվում է եթե ինչքան է լիներ փողոցի վրա, եթե չլիներ նորմալ գործ, նորմալ մեքենաները չկարենային հանձնեինք մեր հաճախորդներին, որտեղ է լիներ չէր աշխատի այդ բիզնեսը, բայց փառք Աստծո մեր մասնագետների շնորհիվ կարողացել ենք այս ամեն ինչը անել։ Օրինակ ինչն է լինում խնդիրներ, որ ուրիշ տեղեր տանում են, հա, մարդիկ իրենց մեկ հետ ինչ խնդիրների են բախվում, որ օրինակ ձեր մոտ այդ խնդիրներին իրենք չեն բախվում։ Եղել է այդ դեպքեր, չեմ ուզում անուններ տամ, որտեղ են տարել ինչ են արել, բայց հա, տարել են տեղեր, որ մարդիկ բերել են, օրինակ բանդոն գաջը, սենց ասեմ, հա, մեր հայկական, մի քիչ ավելի շատ են սկսած եղել, ճաքել ընթացքում կամ ներկը տարբերվել է բամփերը իդեպ մի քիչ հայերենից այդքան շատ լավ չէ գրական բառերից, կներեք, հա, բամփերը, հուդը կամ ինչ-որ մի բանը իրարից տարբերվում է ներկերի, իսկ մեր մոտ այդ դժվարությունը չկա, որտեղ մենք ունենք մեր ներկերի մենք ենք մեր ներկերը ստեղծում, մենք ենք մեր ներկերը ոնց որ բռնում, հա, ասենց ասեմ, չունենք այդպես խնդիրներ։ Դրա համար ինձ թվում է մեր մոտ մարդիկ ավելի դուխով են բերում, էլի ավտոն, ավելի վստահ են բերում մեր մոտ, որտեղ գիտեն, այո։ Հիմնական շեշտը դրած է մեր որակի մեջ, մանեջան, հիմնական շեշտը մենք դրել ենք որակի մեջ։ Գնային քաղաքականությունը օրինակ էտել է տարբերվում ավելի բարձր է։ Գնայինը ճիշտն ասած բարձր ու ցածր չգիտեմ որտեղ որ, բայց մենք ստանում ենք այն ինչ որ մատուցում ենք մեր customer-ներին։ Անջան ինչպես ծնվեց բիզնեսի գաղափարը, որովհետև մեր նախնական զրույցում ասացիք, որ դուք այս ոլորտի հետ առհասարակ կապ չեք ունեցել։ Այնպես որոշեցիք հենց այս ոլորտում դուք։ Բիզնեսի գաղափարը ճիշտն ասած ընկերոջս գաղափարն է եղել, միտքը գաղափարը իրանն է եղել։ Ես եմ միացել եմ իրար, մենք իրար հետ հարգելի պատճառներով այսօր ինքերս տեղ չի vacation-ի ապ 3 օրից է հետ գալու։ Այդ սխալը թեկուզ ան չնչին սխալներ ընկերս տենում է ու
ճիշտ ժամանակին շտկել է տալի, որ ընդհանրապես խնդիրներ չունենանք, չբախվենք ինչ-որ մի հատ խնդրի առաջ ու Փառք Աստծո հələ չի եղել այդպես բան։ Ու հուսով եմ չի լինել, ոչ թե հուսով եմ, այլ հաստատ չի լինելու։ Օրինակ ինչ տեսակի գործիքներ են պետք բարիշաբար։ Գործիքները շատ են լինում, բայց ինձ թվում է ամեն գործիք է պետք է կապված մեքենայի հետ, օրինակ եթե ուզում եք մի քանի հատ թվարկեմ, ֆրեն մաշին, ֆրեն ինձ թվում է Ես կոնկրետ չեմ հասկանում, բայց անգլերեն կարող եք ասել։ Ֆրեն մաշին է պետք, սվարկի ապարատ է պետք, բադիմենի համար, դեզով փչողի համար, ժեշտի գործանողի համար, չաղուչ է պետք, ու տես լիքը շատ են գործիքները։ Չէ, հիմնական օրինակ հենց գործիքները, որոնցից որ պետք է սկսել։ Ինձ թվում է ամեն ինչը պետք է գալի գործի մեջ, ֆրեն մաշինա պետք, չաղուչ է պետք, սպոտեր է պետք, սվարկի ապարատ է պետք, վնասվածքի է պետք, աթգորկա է պետք, ամեն ինչը պետք է, սո պետք է։ Իսկ օրինակ եթե փոքր պատիշապ են մարդիկ ուզում բացել, մոտավորապես սկզբնական ժամանակահատվածում ինչքան գումար է անցել այս բացելու համար։ Այս բանը մոտավորապես ասեմ, սկզբնական ներդրումը։ Ինձ թվում է մի 100,000 պետք է գալի։ Եթե նորմալ պրոֆեսիոնալ գործիքներով, ամեն ինչով, իրանց լոգոյով, իրանց բիզնեսով, մոտավորապես մի 100,000 պետք է գալի։ Բայց նաև կարելի է վարկային ինչ-որ օգնության չէ դիմել այդ ժամանակ, եթե օրինակ չունեն մարդիկ։ Այո, իհարկե կարելի է վարկային օգնության դիմել, կարող լինի բանկից վարկ վերցնել, ոնց որ լոն վերցնել, այդ լոնով քո բիզնես պլան ունենան մարդիկ ցանկացած բիզնեսի մեջ, ոչ մենակ բադիշապի մեջ, ցանկացած բիզնեսի մեջ, այո, իհարկե կարելի է լոն վերցնել ու բիզնես լոն վերցնել ու սկսեն իրենց բիզնեսը առաջ տանել։ Միայն ցանկությունն է ու աշխատասիրությունն է։ Ինձ թվում է ցանկությունն ու աշխատասիրությունը։ Ամենակարևորը աշխատասիրությունն է, որտեղ կարան շատ բան ցանկանան, բայց չկարենան հասնել, այդ հասնելու համար ինչ է պետք, աշխատասիրություն, never give up։ Իսկ ձեր կյանքում կոնկրետ եղել են տենց ժամանակահատվածներ, որ դուք հոտրված լինեք, կոնկրետ այս բիզնեսի մեջ չեմ, որտեղ ոնց հասկացա, այս բիզնեսը ձեր մոտ հաջողել է, բայց նման ժամանակահատվածներ եղել է, որ կոտրվեք, օրինակ ուզենաք հանձնվել։ Իհարկե, բոլորի մոտ է լինում է, ինձ թվում է տենց պահեր, որ պահ է գալի, որ տենց ոնց որ մի բանը չի ստացվում մոտդ, մի բան ուզում ես ձեռնարկես չի ստացվում, նորմալ է, ըննում է, որ ուզում ես հանձնվես, բայց Փառք Աստծո չեմ հանձնվել իմ ընտանիքի շնորհիվ, իմ ընկերների շնորհիվ, միշտ ոնց որ կողես դուխ տվող ա եղել, ես էլ շուտ հանձնվողներից չեմ, տենց գնացել է առաջ։ Բայց նման դժվարություններ դուք նույնպես ունեցիք։ Իհարկե, դժվարություններ լինում է ամեն պարագայում է դժվարություններ լինում, ուղղակի պետք է դժվարությունները ճիշտ խելացի կարենաս հաղթահարես, որ այդ դժվարությունները վերացնես։ Եթե մի բան դժվարությունով չլինի, հեշտ լինի, ինձ թվում է հետաքրքիր չի լինի։ Դի դժվարությունով ինչը որ ստեղծում ես դժվարությունով քրդինքով, ինձ թվում է այտենց ատամներով է պահում ես էլի քո ստեղծածը։ Ինչը որ այտենց հեշտ է լինում, չգիտեմ, դա իմ կարծիքն է։ Իհարկե։ Մանավանդ օտար երկրում այդ դժվարությունները ավելի շատ։ Իհարկե, մանավանդ օտար երկրում այդ դժվարությունները ավելի շատ են լինում, բայց պետք չի հուսահատվել, պետք չի չգիտեմ խառնվել իրար, պետք է մենակ լավը մտածել, մի բանի վրա մտածել ու այդ մի բանով գնալ առաջ ու ինձ թվում է հաստատ կհասնեն իրանց ուզածը։ Բայց այդ ժամանակ դուք հենց այդ բանին եք հասկանում եք, թե ինչ-որ ժամանակ է։ Գիտես ինչ, հենց հասկանում ես ու ցավը գիտես որն է, որ այդ հասկանալով դու ուզում ես ոնց որ give up-նես ու հասկանում ես, որ չէ, չպետք է լինի, հասկանալով ես էդի անում։ Հիմա չգիտեմ այդ ոնց տնտունեն ժողովուրդը կամ տնտունեն մեզի նայողները հասկանալով ես անում, բայց չէ, չպետք է տենց լինի, միշտ լավը մտածես, ես պոզիտիվ մարդ եմ, չգիտեմ, կյանքում միշտ լաքի եմ եղել, հա, ու լավն եմ մտածել, Փառք Աստծո, ինչ դժվարությունների որ բախվել եմ, հաղթահարել եմ։ Այո, օրինակ եթե ինչ-որ մեկը ցանկանա ներդրում կատարել ձեր բիզնեսի մեջ եւ ձեր բիզնեսը դառնա ցանցային, այսինքն ունենաք եւս մի քանի լոքեյշններ, մասնաճյուղներ, ինչպես կվերաբերվեք այդ հարցին։ Դեռ այս պահին հետաքրքրված չեմ ձեր հարցի շուրջ, բայց
Մենք մեր ուժերով փորձում ենք այդ ամեն ինչը անենք, մեծացնենք մեր բիզնեսը, մի քանի տարբեր լոկեյշններում բիզնես ունենանք։ Միգուցե որոշ ժամանակ հետո ուզենան գտնվեն այդպես մարդիկ, որ ներդրում անեն, այլ ավելի մեծացնենք, այլ մենակ չաշխատենք Ամերիկայում, այլ ինչ-որ տարբեր երկրներում մեր բրանդը մեծացնենք։ Ամեն ինչ դեր արջևում է։ Ամեն ինչ այ։ Դեր նոր եք ստել ամեն ինչ դեր արջևում է։ Շատ հայեր, երբ նոր են գալիս այստեղ, շատ ինչ-որ մոլորված են լինում, հա, չեն իմանում ինչ աշխատանք անել, ու կոնկրետ այս մասնագիտության մեջ մարդիկ էլ կան, որ գալիս են այստեղ, չեն իմանում ինչպես սկսել։ Այդ դուք ինչ եք խորհուրդ տալիս նոր եկած հայերին, ովքեր դեռ աշխատանք չունեն այստեղ։ Նոր եկած հայերին դուք նկատի ունեք արհեստավորների մասին, թե ընդհանուր ուղղակի նոր եկած հայերի մասին խորհուրդ եմ տալիս չընկճվեն, չմոլորվեն, բոլորն է որ ես ինքս էլ որ նոր եմ եկել, այդ ամեն ինչի մեջով ապրել, անցել եմ, այդ ամեն ինչը տեսել եմ, ապրել եմ, ճիշտ է, դժվար է, բայց ինձ թվում է դժվարից պետք է սկսես, որ հասնես լավին, որ այդ ամեն ինչը կարենաս բայ։ Մի քիչ առաջ մենք այդ հարցը նորից զրուցեցինք, բայց խորհուրդ եմ տալիս չընկճվել, մենակ նայել առաջ, մենակ վստահ լինեն իրենց քայլերի վրա ու վստահ գնան առաջ։ Եթե մեր երկրից եկել հասել ենք ստեղ, ուրեմն եկել ենք ինչ-որ մի բանի հետևից, հա, մեր երազանքների հետևից, որ ինձ թվում է ամեն մարդ է երազանք ունի այս կյանքում, եթե նպատակ դնեն ու նպատակասլաց լինեն իրենց երազանքների մեջ, հաստատ կհասնեն իրենց ուզած։ Սոպ է չի ընդգճվել։ Ու պետք է չի չեն ներվել ինչ-որ աշխատանքներ կատարելու համար, որ գալիս են այստեղ։ Ինձ թվում է ընդհանրապես ներվելու բան չկա, դժվար աշխատանք է, արդեն մենակ ողջունելի կլինի մարդ, որ աշխատում է, կապ չունի ինչ է աշխատում, կարևորը որ աշխատում է, իր տունը պահում է։ Դուք ինքներդ դժվար աշխատանքներ այստեղ արել եք, թե… Այո, իհարկե արել եմ դժվար աշխատանքներ, վալե պարքինգ եմ արել, նոր եկած վաղտս բեքերիում եմ աշխատել, այո, արել եմ, իհարկե արել եմ, բայց այդ ամեն ինչը անելով ես հասկացել եմ, որ պետքա ես իմը ստեղծեմ, գնամ առաջ, ինձ թվում է այդ է պատճառը, որ ես իմ նպատակի հետևից գնացել եմ։ Այսինքն հնարավոր է առանց ոչնչի, ինչ-որ ժամանակ հետո հասնել մի կետի, որ ունենաս քոնը ամեն ինչ հնարավոր է։ Երբ հետ եք նայում այդ կետին, հպարտանում եք ինքներս ձեզնով։ Իհարկե հպարտանում եմ ինքներս ես ինձնով ու չեմ մոռանում որտեղից որտեղ ենք հասել, երբեք չեմ մոռանում։ Իսկ ինչ եք մտածում, ով է նրա վրա մարդուն փչացնի, թե այդ մարդու տեսակները… Կոնկրետ, եթե հարցը վերաբերում է կոնկրետ ինձ չէ անհնար է փչացնի, ես ունեցել եմ նույն եմ, չեմ ունեցել նույն եմ, ցույց տվում է իմ մարդուց է գալի, իմ մարդու տեսակը։ Ոքի բացահայտում է դա մարդու։ Այո, կոնկրետ ինձ չէ։ Այո, օրինակ ինչքան շահույթ կարող է ունենալ բարբիշապը։ Տարբեր կարա լինի Մանե ջան, նայած ինչ աստիճան մեծ շապ է, նայած լոկեյշնը որտեղ է, նայած ինչ մեքենաներով է զբաղվում, ինչ-որ սպեշալ հատուկ մեքենաների վրա է ինքը աշխատում, օրինակ Lamborghini, Ferrari, թե առհասարակ։ Դե միանշանակ է, իրանց մասերը միանշանակ ավելի թանկ է, օրինակ թե համեմատեն Kia-ի կամ, չգիտեմ, Hyundai-ի կամ Toyota Camry-ի կարա լինի ամսեկան 3000-ից մինչև 100,000, 150,000, դա տարբեր է, կարա լինի, եթե լավ աշխատես կհասնես դրան։ Օրինակ մեր հայերի մոտ ամենասիրելի մեքենան որն է դե կարծիքով ստեղ Ամերիկայում, որ շատ հետ են վարում։ Ինձ թվում է Mercedes-ն, հա, Mercedes, BMW, Porsche-ն եմ սիրում, ես սիրում եմ Mercedes։ Ձեր մոտ ամենաշատը որ մեքենաներն են բերել, թե տարբեր է լինում, մեր մոտ համարյա ամեն մոդելի մեքենաներ է գալիս, ինչ-որ տես կոնկրետ մենք մի բանի վրա ֆիքսված չենք, բոլոր մեքենաների հետ կարող ենք աշխատել, բոլոր մեքենաները մեր համար պրոբլեմ չի վերանորոգելը,
Ինձ թվում է տենց հատուկ special մի բան չկա, բոլոր մեքենաներն են լինում։ Իսկ օրինակ ինչպես է այդ process-ը տեղի ունենում, մարդիկ հենց իրենց գրպանից են վճարում, թե ինշուրանսն է ամբողջովին վճարում։ Եթե ինշուրանս ունեն մարդիկ, իհարկե ինշուրանսն է վճարում, այդ ամեն ինչը իդեպ լավ հարց տվեցիք, ուզում եմ ես այդ ինշուրանսների մասին զրուցել, նախ ինչի է մեր շապը ավելի պրոֆեսիոնալ ստեյք սկսեմ, որովհետև մենք ունենք լավ հարաբերություններ ինշուրանսների, աջաստերների, ֆեզերների հետ, որ կարում ենք մենք մեր հաճախորդներին գոհ պահել, այսինքն երբ որ ինշուրանսի հետ լավ հարաբերություն ես ունենում, դու ստանում ես այն, ինչ որ պահանջում ես։ Իսկ թվում է հասկացաք ինչի մասին է խոսքը, բայց եկե ինչ էր ասում։ Չէ, լինում է որ մարդիկ օրինակ հենց իրենց գրպանից։ Իհարկե լինում է։ Չէ, լինում է մարդ կա որ ինքն իր գրպանից է, չի ուզում կլեյմ բացի կամ ինչ-որ փոքր խազա լինում, փոքր դենտա լինում, չի ուզում կլեյմ բացի, իհարկե լինում է որ իր գրպանից է վճարում։ Այո, օրինակ ամենամեծ ծախսը, երբ որ ծախսերի ժամանակը գալիս է, հա, վարձելու տարածքի գումարն է, նյութերի գումարն է, երբ որ գալիս են այդ ծախսերը, թե աշխատավարձները, որ բաշխվում է աշխատողների միջև։ Դե հիմնականը լինում է բիզնեսը առնելու գումարը, վարձելու գումարը, եթե բիզնեսը որպես բիզնես ես առնում, այդ գումարն է պետք, մնացածը արդեն մեջի ապրանքների գումարն է պետք, աշխատողներին արդեն լինում է, երբ որ դու գործ ես անում, երբ որ աշխատողի վերցնում ես, այդ ժամանակ։ Հիմնական ծախսը ինձ թվում է լինում է բիզնեսը առնելու մեջ։ Ուրեմն երկու տարբերակ կա, հա, բիզնես բացելու, կամ 0-ից դու ինքդ ես բացում բիզնեսը, կամ գնում ես արդեն պատրաստի։ Ձեր կարծիքով որ տարբերակն է ավելի շահավետ։ Ճիշտ ասած չեմ կարող կոնկրետ այդ հարցին պատասխանեմ, եթե այ օրինակ մենք ոնց որ չենք ուզեցել առնենք ինչ-որ ուրիշի բիզնես, ուզեցել ենք մենք ստեղծենք մերը, որ բացված օրվանից ճանաչեն մեզ, ճանաչեն մեր գործը, ճանաչեն մեր գործի որակը։ 0-ից ձեր անունը։ 0-ից մենք ենք ամեն ինչը ստեղծել։ Իսկ ձեր հարցին թե որն ավելի շահավետ, ճիշտ ասած չեմ կարող կոնկրետ պատասխանեմ, մենք գնացել ենք այս ճանապարհով։ Ժամանակային առումով ավելի Ժամանակային առումով ճիշտ ասած, երբ որ դու 0-ից ես բացում, մի քիչ ավելի ժամանակատար է, բայց ինձ թվում է կոնկրետ մեր համար, իմ ընկերոջ համար մենք ուզեցել ենք ստեղծենք մերը 0-ից Ոչ հաստոցացնեն երևի չէ ուրիշ բաների հետ։ Այո, մեզ իմանան այստեղը բացված օրվանից մենք ենք եղել, մեր գործն է եղել Այդ դրա պատճառով, որ մենք այսօր այդքան հաճախորդներ ունենք, բացել ենք 0-ից, ստեղծել ենք ամեն ինչը 0-ից ու հասել ենք այսօր ինչ-որ մի կերպ։ Այո, օրինակ ձեր մոտ վերել են ինչ-որ մեքենա սարքելու, որ ընդհանուր աշխատանքը արժի $10,000 ու բոլոր ծախսերը հանած, որպես եկամուտ, ինչ է մնում ձեզ։ Ինձ թվում է, բոլոր ոչ թե ինձ թվում է, այլ հաստատ կմնա մի 60% եկամուտ դեպի բիզնեսը։ Այսինքն բոլոր ծախսերը հանած։ Բոլոր ծախսերը հանած, այսինքն փորձերը հանած, աշխատանքը հանած, շահույթը լինում է 60% դեպի բիզնեսը։ Բայց լինում է չէ, որ ինչ-որ անորակ աշխատանք։ Իհարկե լինում է, որ անորակ աշխատանքներ ա լինում կամ արդեն մի բանը սխալվում են, մի բանը երկու անգամ են անում, այդ վաղ արդեն այդ տոկոսային հարաբերությունները տարբերվում է, բայց երբ որ գործը տանես նորմալ, 60% եկամուտը մնում է բիզնես։ Եթե օրինակ չզբաղվեիք այս գործով, ինչ գործով կզբաղվեիք։ Ինձ թվում է կզբաղվեի ավտոների առքու վաճառքով, որտեղ ես սիրում եմ, ինքն հոբի է, ճիշտ է, սարքելը դեզեր փչելու հետ կապ չունեմ, բայց ավտոն ինձ ոնց որ հոբի է, մեքենաներ սիրում եմ, առքու վաճառքով զբաղվել կամ ինչ-որ դրան նորություններ ավելացնել, սիրում եմ, իմ հոբին է։ Իսկ ստեղ այդ գործը ակտուալ է։ Իհարկե ակտուալ է։ Իհարկե հնարավոր է, իհարկե ակտուալ է։ Արդյոք կան որ զբաղվում են, որ շատ գոհ են, իհարկե ակտուալ է։ Իսկ կոնկրետ Ամերիկայում ինչ եք կարծում, ավելի շահավետ է մեքենա գնել, թե օրինակ լիսանել։ Նայած ինչ մեքենայի մասին է խոսքը, ինձ թվում է
գնելը իմ համար գնելը ավելի շահավետ է, որտեղ գնում ես արդեն մնում է քեզ։ Երբ որ լիս ես անում, շում ես նորից հետ ես տալի բանկի։ Ինձ թվում է գնելը ավելի շահավետ է։ Իսկ եթե օրինակ քշեցիր, հետո օրինակ վերավաճառել եք մեքենան, հեշտ է, որովհետև գիտեմ, որ ասում են բարդ է վերավաճառել։ Հիմա մի քիչ բարդացել են, որովհետև ամեն բանկեր չի, ամեն ֆինանսին չի, որ թողում է մեքենան իր third party-ին առնի, ինձ թվում է մի քիչ դժվարացնել են դա։ Նման մարդիկ գերադասում են լիսանել, որ այդ գլխացավանքի մեջ շնկնել չէ։ Իսկ օրինակ ձեր հաճախորդները որտեղից են գալիս, դուք զբաղվում եք ձեր բիզնեսի գովազդով։ Այո, իհարկե զբաղվում ենք, ունենք Instagram-ի էջ, ունենք Facebook-ի էջ, անձամբ ես ու իմ ընկերը մեր ներդրում ընկել ենք, մեր բիզնես պարտներն ենք բաժանել մարդկանց, մեզի ճանաչացրել ենք, որ հաճախորդություն իմանանք, լավ են վերաբերվում, իհարկե պետք է։ Օրինակ մեր հետևորդները, մեր հայրենակիցները ինչպես կարող են օգտվել ձեր ծառայություններից ու ինչ առավելություններ դուք ունեք։ Ինձ թվում է մեր առավելությունները մեր գործի որակն է, եթե գիշեք ինչ առաջ ասացի, որ ում որ բացել ենք, որ ընկերն ենք պարտներն է, 25 տարվա ինքը փորձառություն ունի այս գործի մեջ, ինքը եղել է արհեստավոր, մեր հայլուն գործի շնորհիվ, մեր մաքուր գործի շնորհիվ հաճախորդները կարան բերեն մեր մոտ մեքենաները, մենք մեծ սիրով փորձենք իրաց օգտակար լինենք, իրաց մեքենաները չտարբերվի դիլերի մեքենաներից նախկին տեսքից, ինչ վերաբերվում է insurance-ով գործերի համար, մենք ունենք 24 ժամ շաբաթը 7 օր free towing, որ ասված չանի ինչ-որ մեր հայրենակիցներից մեկը կլինի ակսիդանի մեջ, կարա զանգահարի մեզ, ու մենք այդ հարցերը բոլոր թեքեր կանենք, թե insurance-ի հետ կապված, թե tow-ի հետ կապված, թե լոյերի հետ կապված, մենք աշխատում ենք լավ լոյերների հետ, որ մի խոսքով ամեն ինչը մի տեղ, մի հատ մեր համարին զանգահարելով իր բոլոր հարցերը կընկնի տեղը։